Բույրերի հանդեպ բնականաբար ես անտարբեր չեմ եւ ձեռք եմ բերել այսպիսի հետաքրքիր ցողաշիտ։ Կոչվում է պարֆումերային ինտերիերային ցողաշիտ, վարդ եւ ճանդան։ Faberlic ֆիրման է այն թողարկում, Faberlic-ում շարքին է պատկանում 3343 արտիկուլով, հույզե եւ տրամադրություն ստացող բույր տան համար։ Վարդ եւ ճանդան ներդաշնակության բույր, Aroma, ուրեմն Emotion տեխնոլոգիան պարֆումերացված ինտերիերային ցողաշիտը վարդ եւ ճանդանը ստեղծված է մթնոլորտը հաղորդում է գեղեցիկ բույր եւ երկարատև թարմություն, արթնացնում է հաճելի էմոցիաներ, ուրեմն ակվա վանաձևի սրտում, հենց հատուկ պարֆումերային կոմպոզիցիայի շնորհիվ, ցողաշիթը անուշաբույր նոտաների ակտիվությամբ տեխնոլոգիա է, որոնք բարելավում են տրամադրությունը, արթնացնում զգացմունքները եւ հույզերը։ Ցողաշիտն արագ վերածվում է սուր, տհաճ եւ հատուկ հոտերը, ցողելիս խոնավեցնում է օդը եւ նպաստում է դրա մաքրմանը, առաջացնում է կենցաղային, ուրեմն մանրագույն փոշու, բրդի եւ ուրեմն ալերգենների նստվածքը շատ կարևոր է, որ դա էլ է նույնպես մաքրում, խորհուրդ է տրվում օգտագործել տան ցանկացած տարածքում, հյուրասենյակների, բնակելի տարածքների, ուրեմն լոգարանների եւ ուրեմն սանհանգույցների խոհանոցում, գրասենյակում, մեքենայում, այսինքն ամենտեղ, որտեղ որ ձեզ հարմար է, վարակույրների վրա էլ կարող եք օգտագործել, փակուկ կահույքի վրա էլ կարող եք օգտագործել, գորգերի, անկողնային պարագաների, անկողնային ծածկոցների համար, ջեմ, ուրեմն մեղմ ջրային բանաձևը չի պարունակում էթիլեն սպիրտ եւ պրոպելենտ գազեր։ Տեսեք ինչքան կարևոր է դա, հաղորդում են մթնոլորտում, ուրեմն ստեղծելով հույզեր արթնացնող հետաքրքիր շքեղ բույր, ստեղծում է երկարատև թարմություն, ինչը նույնպես կարևորում է, եւ բնականաբար վերացնում է տհաճ օդը, խոնավեցնում է օդը, խորհուրդ է տրվում, ուրեմն օդին գործվածքների, վարակույրների, անկողնային պարագաների, այսինքն նշեցի այնտեղ, որտեղ որ ձեզ հարմար է, ջրի վրա հիմնված առանց սպիրտի կամ պրոպելենտ գազերի։ Ընդհանրապես բացում եք իր կափարիչը եւ ցայում ենք օդում։ Եվ զգում ենք այս հետաքրքիր անուշաբույր բույրը։ Շատ եմ օգտագործում այս տարբերակների տարբեր բույրեր, քանի որ ամեն անգամ ինձ համար գտնում եմ հետաքրքիր յուրօրինակ եւ տարբերվող բույր։ Լինկը նկարագրության բաժնում է գտնելու, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին եւ տարածել վիդեոն, իսկ ես լինկը կտեղադրեմ նկարագրության բաժնում, չմոռանաք հավանել վիդեոն եւ տարածել։ Այսքան էլ այս ցողաշիթի մասին։ Առայժմ